Բարև ձեզ, մեր հարգարժան վարչապետը։ Շնորհակալ ենք ամեն մի փոփոխության համար։ Ամեն առաջինը խաղաղության համար։ Բանակի մեծ փոփոխությունը այն տղանել է ծառայել եկել 2 տարի, ինչ 22-ից 24 թիվը, ինչ այս վերջին 1 տարի մեծ փոփոխություններ կա։ Երբ է ձեր տղան ծառայել։ 22-ից 24 թիվն է ծառայել։ Շատ լավ։ Շատ ուրախ ենք։ Իսկ ինչ է անում հիմա զբաղվում։ Այո, հիմա աշխատում է շատ լավ։ Իսկ սովորել է։ Այո։ Ահա, հոյակապ։ Է աշխատում, շատ ենք, շնորհակալ ենք։ Հոյակապ։ Կարելի է ձեզ Այո, ներեցնել։ իհարկե։ Կբարևեք դե։ Շատ շնորհակալ Տղային ենք։ եւ Իմ հաջողություններ։ տղան գնացել է նույնիսկ 25-օրյա վարժանքներին, ականատես ա եղել բոլոր նոր ձեռքբերված տեխնիկային։ Դրա համար եք տեղը։ Պատմել է Դրա ամենի համար մասին։ հիմա մենք նաեւ ամսի 28-ին Հանրապետության հրապարակում անում ենք հաշվետվություն։ Էլի եմ ասում, մենք քանի որ տեսնում ենք եւ նախ ես կոչով հանդես եկած եւ մարդիկ ովքեր ուզում են տեսնեն, որովհետեւ շատ է քննարկվում պարտքը, բանակի համար բան չի արվում, այս անվտանգությունը եւ այլն, նախ անվտանգությունը առաջին հերթին պահպանվում է խաղաղությամբ։ Բայց ամեն դեպքում բանակը շատ կարեւոր է, որովհետեւ պաշտպանունակ բանակ չունեցող պետությունը ինքը գայթակղություն է միշտ օտար ագրեսիայի համար։ Հետո երբ որ ես կոչով հանդես եկա, տեսա որ շատ մեծ թվով մարդիկ են հերթագրում, հասկացա որ իրատեսական չի, բոլորին ուղեկցել այնտեղ։ Դրա համար որոշեցինք մի ոչ թե դասական զորահանդես, այլ հաշվետվություն, որպեսզի մարդկանց ցույց տանք վերջին տարիներին նախկինից ունեցած ոչ մի բան ըստ էության ցույց ենք տալու այն ինչ որ ձեռք ա բերվել 2022 թվականից այն կողմ հույս ունեմ որ մարդկանց մի մասը կգա հանրապետության հրապարակ, մյուսներն էլ հեռուստացույցով կհետևեն։ Իսկ ով կայցելի 25-օրյա վարժանքների եւ չի խուսափի, միանշանակ ականես կլինի ցույց տալ։ Շատ շնորհակալ ենք ձեզ հետ ենք միշտ 18 թվականից։ Շնորհակալ։ Նորից բարև ձեզ, պարոն։ Հեսա մի վարքյան նկարվենք։ Եմ ես հետ ձեզ հետ նկարվում։ Իհարկե։